Մենք մեկնում ենք Off-Road Armenia հերթական արշավին հələ արևը չի ծագել, բայց որպեսզի ճանապարհը լինի վստահելի, խափանումներ չլինի, հիմա կլիցքավորվենք մեր հովանավորի Golf-ի որակյալ վառելիքով ու նոր ճանապարհ կընկնենք։ Իմիջիայլոց եթե մասիվից եք գնալու դեպի Իջևան կամ Դիլիջան, 4-րդ մասիվում շատ հարմար մասնաճյուղ կա։ Հեսա լիցքավորվենք ու ճանապարհ գնանք։ Կան որ դեռ շուտ է, ասեմ որ ժամը 5-ն է, մենք ճանապարհ ենք գնում ենք Իջևան, գնում ենք Գետահովիտ գյուղ, որտեղ մեզ արդեն սպասում են Off-Road Armenia-ի տղեկը։ 20 րոպեից կլինի։ Հա, այդա։ Հեսա հոդդոգները կվերցնենք, ճանապարհին ես ու մեր հարգելի օպերատորը ուտել խմելով կգնանք դեպի Գետահովիտ։ Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ, առավոտյան ժամը 7-ն է, մենք համարյա հասել ենք Դիլիջան, իսկ դա նշանակում է, որ այսօր մեկնարկում է Off-Road Armenia-ի հերթական արշավը։ Գետահովիտ գյուղի մոտ արդեն սպասում է խմբի մի մասը, մենք միանալու ենք տղաներին, ովքեր գյուղի վերևում արդեն ճամբար են խփել, հաջորդ գիշերը եկել մնացել են։ Մենք հիմա գնում ենք, որպեսզի միանանք ու այնտեղից սկսենք հիմնական արշավը։ Դեռ ես տեղյակ չեմ, քանի մեքենա է լինելու արշավի ժամանակ, քանի բագի, կվադրացիկլ, դեռ չգիտեմ, բայց կգնանք կպարզենք, այսօր հետաքրքիր արշավ է սպասում, որովհետև մի քանի օր առաջ ուժեղ անձրևներ են եկել, անտառներում տենց հետաքրքիր ցեխոտ եղանակ է լինելու ու հուսանք հավես կադրեր ենք ստանալու, իսկ դուք բաժան օգտագործում եք Off-Road Armenia-ի էջին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հետաքրքիր արշավ։ Բոլորիս լավ օր։ Մենք իդեալական ժամանակացույցով եկանք հասանք, Գետահովիտ գյուղի մոտ ենք, հիմա մեր հետևից գալիս է մեքենա ու մենք բարձրանանք սարը։ Մենք Գետահովիտ անցանք, խորացել ենք մոտավորապես 10 կիլոմետր, հիմա հանդիպեցինք մեր ընկերներին, մի հատ արի ցույց տանք մեքենաները, մեծ մեքենաներ։ Դուք հիմա չեք իջեցնում ակերը։ Դա? Հələ չէ։ Հիմա
անիվները իջացնում ենք, որ շատ փչած եթե լինի, սուր քարից միանգամից կտրակի։ Արդեն մի անիվները իջացրեցինք ճնշումը ու առաջ ենք գնում, հասնենք տղաներին, ովքեր ճամբարում մեզ են սպասում։ Գնացինք, արի նստի, արի զիջում։ Մենք պատրաստում ենք մեկնարկի, հիմա փոքրիկ այսպես ասած գեղեցիկ դրախտային վայր են գտել, որտեղ նախորդ գիշերը տղաները խփել էին վրանները, մնացել են գիշերը, րոպեներ անց այստեղից շարժվելու ենք։ Այսօր մեկնարկում է 11 մեքենա, որոնցից 2-ը առաջի անգամ են մասնակցելու Off-Road Armenia-ի արշավին։ Չգիտենք ոնց կլինի, բայց նախատեսված է, որ այստեղից, այսինքն Գետահովիտ գյուղի միջով մենք եկել ենք մոտ 20 կիլոմետր խորացել ենք սարերի մեջ, հեսա ցույց կտանք ինչ գեղեցիկ վայրում ենք հիմա։ Այստեղից շարունակելու ենք նպատակը նոյեմբերյանի սարերով իջնելն է։ Կստացվի թե ոչ, հիմա ժամանակը ցույց կտա։ Պայմանները բավական հարմար են, արև շատ չկա, ոչ է շատ ցուրտ է, հողը համեմատաբար իմ սպասածից ավելի չոր է։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի, բայց սա Off-Road Armenia-ն է ու այստեղ ոչինչ չի գնում այնպես, ինչպես մենք պլանավորել ենք։ Այնպես որ մեզ լավ արշավ։ Հուսանք առանց խափանումների, բայց առանց խափանումների էլ հետաքրքիր չի լինի, այնպես որ չափի մեջ խափանումներով։ Գնացինք։ Սա կավը վիճակա։ Որոշում է, որ պետք է լիբյոտկանն է անցած պահի։ Ներո են անգնում։ Ես ինչ այրա։ Հա։ Ինչով օգնենք։ Ավելի վերվից է գցելու։ Առաջի կորցությունը անցանք։ Նա գնաց։ Ռասուտ։ Օ։ Ինչ ուզում գնաց։ Wrangler։ Oh. Thank you. Ինքը լուչի ֆրա հետ է տան։ Ես առաջարկ ունեմ, հետ է թան։ Սևատ, ես հետ է թան կեմ պատժումով հլնեմ։ Ով էր ասում դու էլ քո վրանգլերով արի։ Քոննելը վամ ախտեր։ Դեժողքով ենք անցել ու հələ մի քիչ ավելի շատ դեժող դեմն է սպասում։ Բայց իմ բացը գրել է ես նորմալ փափիկ նավթավարի ավտոյի մեջ եմ, մենք կոնդիցիոներով մագլեսելով իմ գնացած կանդիզն ենք։ Տակս նստում եմ ապեշ։
ուրեմն հիմա Սպարտակի Wrangler-ը այստեղ շատ անհաջող գալի է բռնեց, հայ-հայ շուռ էին գալի, բայց հիմա ոնց անում ենք, այլ ես չենք անում դուրս ենք, որտեվ այսպես որ նայեք, լրիվ կավա, լրիվ։ Հիմա երևի Անդոն ընդից կգա, կքաշի, սենց կհել ենք։ Ոյկա ենք բացես արերում։ Լավա ինքդ, օպեկով, հա։ Հարմար պայմաններով նիսյալ ենք լվում։ Ախպերը սրանց հետո մի հատ ունենք քոր կարած թողես, հետո զանգեն կը։ Okay։ Արա գիտես ոնց էր ցած խաղալիքի պես քաշելով բերում արա, ծափ տալով գալիս է։ Գիտես ու այ գալի։ Են փոսի մեջ։ Ձախ պիտի պայի, աչում։ Ախ, պային, կեսից մտավ։ Իմն էլ կցեց, բայց ես գազ պայի։ Մի հատ էլ գլուչ տել ռեզինը կցի տեղը։ Իսուզուն Հայքի ավտոն, պակվեց ծագելություն կրծը։ Շատ կոնֆորտ Wrangler-ը, շատ։ Էզոր թիվ, հա։ 2020 թիվը։ 2.9 մոտոր, turbo, չէ։ Տալիս է մոտ 260-70 ձիաուժ։ 72 ձիաուժ։ 272 ձիաուժ։ Ինչ փոփոխություններ է արած։ Փոփոխությունները նոստենա փոխած։ Ռուբիկոնի 44 նոստենա տակը գցած, միամ բլոկներով։ Պաստորեն մեզ էին սպասում։ Եկանք շատ գեղեցիկ բացած, որտեղ հիմնականում հաց են ուտում։ Հիմա կտեսնենք հաց ենք ուտում, թե շարունակում։ Ուրեմն Ավտոմորն է։ Արիասը մարդը քննարկեն։ Մեծ գալիա բռնեցինք։ Սպարտակի Wrangler-ը մի պա այսքան էր մնում պարկինգ։ Բայց ուղղվեց եկանք, հետո էլի ցեխերի միջով եկանք այստեղ ու պարզվեց, որ մեքենաների մի մասը լրիվ ուրա գնաց է, ինչա։ Շարունակել են մեզ են սպասում։ Հա, փաստորեն մեզ են սպասում։ Բայց գժուտ կադրեր ա եղել։ Լիբյոտկայով օգնել ենք այս ընթացքում։ Համեմատաբար ակտիվ սկսել է արդեն օֆրոդի ֆորմատը։ Կապ տվեք, հնա տեսեք ուղիղա գնացել։ Շատ ուժեղ ցեխոպվել ենք, շատ ուժեղ։ Բայց это все для наших зрителей։ Ու քանի ընդմիջում է շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին, ում շնորհիվ այս կոնտենտը հնարավոր է դառնում։ Շնորհակալություն ենք հայտնում Silmaz ընկերության, Galf Armenia-ի, Polaris Armenia-ի, Nakoil ընկերության իր մոդուլ ապրանքանիշով ավտոապակիների աշխարհին եւ Lead Energy-ին։ Հաջորդ ասպանովքեն Ջրեժի մոտը բակով կար։ Բան, մոստը անցնենք, դե կայնենք։ ինչա։ Ես այդ մոստը ոտով եմ ասել, ես գլխից եմ ասել։ Այդ մոստն, հա։ Մանասուրա։ Գնացի։ Մոստերի մեջով եկաք։ Հա։ Երկար մազերով տղա։ Գնացի։ Ուր են գնում։ Սև, ոնց է։ Նոր նայում եմ սես կանչեմ, գիտեմ Ուր են գնում։ Հիմա ոնց են շարժվում։ Հիմա այս մոտավորապես երևի հասկացաք որտեղ ենք։ Հա, եթե չեք դիտել բագիների ու կվադրացիկլների այդ արշավը, շատ իզուր։ Մենք այդ նույն մարշրուտով ենք դեռ եկել։
քանի որ կիսատ թողեցինք հետ գնացինք, տարբեր դժվարությունների պատճառով հիմա շարունակում ենք այն ինչ որ պլանավորել ենք այն ժամանակ չստացվեց, հիմա ուզում ենք դա միջևեր հասնել։ Հիմա գնում ենք դեպի Օկոնասար, Օկոնասարով դեպի իջնելու ենք Սամսոնի ձոր են ասում, Սամսոնի վանք կա այնտեղման, այդ ձորում լավ ցեխեր կա, դրա հետևից ենք գնում։ Գերում ենք լավ իբր այսքանը տենց հեշտ անցանք, բայց պարադոքսալ մի հատ բան անեմ, բագիները ու կվադրացիկլները իբր ավելի տեմպով պետք է լինեին ու ավելի լավ անցնեին, բայց այդ ամեն ինչը շատ ավելի լավ ու արագ անում են ամենագնացները, այնպես որ ուղղակի քիչ շատ պատրաստված են քիչ ամենագնացներն էլի ուղղակի դրա համար նայում եք օֆրոդ Արմենիա արշավներ ու որոշում ձեզ բագի ա պետք կվադրացիկլ ամենագնաց թե ավելի լավ տաքսի կանչել կարող հանգիստ ընտրություն անեք ասում հա եթե իմիջիայլոց ուզում եք տենց բագիներ քշել ATV Rent ATV Armenia այդ մոտենում եք Սևադան սիրով սպասում ա բոլորին լավ մեծ բարի գնանք տեսնենք Marca, spasmem, centene mura. Первый пошел. Ամորտիզատորն է կոտրվել ու ոնց որ այլի սա կլասիկա վայնն է կլասիկա այս դեպքում ուղղակի մեքենան մի քիչ դանդաղ է պետք քշել ավելի ստաբիլ մի թեթև ճահիճ է հետը թանետում Մի քիչ թուլացրուս եմ Լավ Ոսկը տեսել ես Լավը գոհեր Քանի ընդմիջում եմ ուզում եմ ես էլ ընդմիջեմ ուժ հավաքեմ լցվեմ էներգիայով, որպեսզի կարողանամ մինչև արշավի վերջ դիմանամ։ Ուր ստացա, ես արդեն պատրաստ եմ արշավը շարունակելու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հովանավոր Սիլ մազա ընկերությանը։
Բարև ձեզ Նարեկ ջան, իմ անունը Դավիթ է։ Շատ հաճելի է։ Դուք այսօր առաջ անգամ եք, չէ՞ մասնակցում։ Ձեր մեքենա։ Կարելի է տենց ասել եւ։ Կարող եք գնալ ձեր մեքենայի մոտ մի քիչ պատմեք։ Եկեք գնանք այսօր առաջի անգամ է, իմ իմանալով առաջի անգամ է այս ֆորմատով մասնակցում ու ինքը ոնց որ նոր է մեզ միացել ԱՄՆ-ից։ Այո։ Հատուկ այսօրվա համար եկել եմ։ Ավտոն էլ բերել եմ Ամերիկայից։ Օ Հիմա խնդրում եմ մի հատ ներկայացրեք ինչ շարժիչ, որ թիվ ընդհանրապես 17 թիվ, իր 3.5 լիտրանոց շարժիչն է։ Շարժիչից բացի համարյա ամեն ինչ փոխված է։ Քանի ձի է սա։ Օ, չգիտեմ, 280-ի մոտ եթե չեմ սխալվում։ Հա, ինքը համարյա գալիս է 2.9 տուրբո տարբերակով, մի քիչ ավելի։ Էսի V6-ն է, 3.6 լիտր տուրբո չի, բանը, ատմոսֆերնի։ Ինչն եք փոխել իր վրա։ Ես տեսնում ստաբիլիզատորի ստոյքիկը հանած հավաքած է։ Դեմի մոստը, հետևի մոստն ենք փոխել, մոստերը ամբողջությամբ սարքած է, պոլոսներով, ամեն ինչով, վրան բաներ ասվարկած, որ ավելի ամուր լինի։ Ռուլովի կալոնքին է հզորացրած, տաբավիչնի մի հատ էլ բանա դրած, շտոկա դրած, որ ակերը կայուն ավելի հեշտ թեքի։ Ամորտիզատորներն է փոխված, որպեսզի ակերը լավ կախվի ներքև։ Հարց, ես իմացա, որ այս պահին արշավին մասնակցող մեքենաների մեջ ամենամեծ անիվները ձերն է։ 40 ձին։ 40 ձին, իսկ այն AT, MT դրանց Extreme։ Ճիշտն ասած մենք մի հետարքիր բան բացահայտեցինք, որ ինքը Extreme-ը չինական ակեր է, բայց իր վրա գրած է MT։ Միտքը սրակայանում է նրանում, երևի որ Չինաստանում կամ չգիտեմ Ամերիկայում ենթադրենք Extreme-ով չես կարա փողոցներում քշես, կարաս MT-ով քշես, որ ոստիկանը կանգնացնի, կասեն MT-ա։ MT-ա, բայց իր վրա Extreme գրված չի։ Չէ, բայց ինքը Extreme-ա։ Բայց ինքը ասֆալտի վրա ոնց որ տենց գլխացավ է, չէ՞ Չէ, հետարքիրն է, որ սրանով ավելի հեշտ է քշվում, քանի MT-ներով։ MT-լ ունենք, թողել ենք ստե Իջևանում։ Սրանով զարմանալիորեն ավելի հեշտ է կանգնում։ Նման պայմաններում իրան վարել էիք։ Հա, այս իմ Ամերիկայի ավտոն է, այս ավտոն ես մի 2 տարի ունեմ արդեն, այնտեղից ուղարկել եմ ստեղ։ Չէ, նկատում եմ, որ այստեղ, չգիտեմ, արդյոք Ամերիկայում այդ նույն պայմաններով վարել եք թե չէ, իրան արդարացնում է ամբողջությամբ։ Այո։ Շնորհակալություն, իսկ մտադիր եք էլի շարունակել, թե տենց փորձնական եկաք մի անգամ։ Օֆրոդի մեջ ենք 2009 թվից Հայաստանից։ Ուղղակի ժամանակավորապես ապրում ենք Ամերիկայում, բայց հոգով սրտով ձեր հետ ենք։ Ո գալիս են այստեղ վարելու։ Ինձ թվում է այդքան էլ հեշտ չի, որ մեքենան բերել եք, հետո հետ տանեք մի հատ էլ են։ Չէ, կմնա այստեղ, արդեն ստեղի համար։ Ունեք ամենագնաց կամ ուզում եք ամենագնաց, որը կարողանա օֆրոդ արշավներին մասնակցել, դիմում եք ավտոապակիների աշխարհին։ Գրագետ, ճիշտ ու ամենակարևորը շատ հզոր մոտեցում, ամենագնացը դարձնում է ուղղակի ամենագնաց բառեզբուն իմաստով։ Սա դրակոնն է, եթե չգիտեք, որը պարտադիր մեր արշավները միշտ ղեկավարում է, որովհետև վերազինվել է ավտոապակիների աշխարհում։ Հողմատից։ Արելի բրդի մեծ է, պետք է մի քանի հատ թփել։ Չէ, մի քիչ ծերը այդպես վարակցել։ Հետ է բնա։ Չի գալու, ծերը քիչ է։ Ջրի պաշարը լրացնելու համար փոքր դադար ենք վերցրել, այստեղ բնակավայր կա, հիմնականում այստեղ մարդիկ են, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, ունեն փեթակներ, կով, ցուլ, եզ, խոզ, շուն,
ու այս շրջանում ապրում են այս մասում։ Այստեղ քանի որ կա աղբյուր հարմար է ջրի պաշարը լրացնելու ու նոր ճանապարհը շարունակելու, քանի որ եւ լվացվելու եւ մեքենաները լվալու վրա շատ սովորականից շատ է ջուր այսօր ծախսվել, դրա համար անպայման պետք է կանգնենք ու այսօր պաշարը լրացնենք։ Ու երևի մի 2 րոպեից կշարժվենք, արդեն կգնանք դեպի նոյեմբերյան, եթե չեմ սխալվում։ Ախո, չկծես, շունո չկծես։ Այսինքն բարի շունիկներ են։ Այս երկուսը աղբերներ են, այն մեկը քերին է։ Մորքուրն է։ Մորքուր։ Մի հատ հարց, ինչ յուղ է լցվում։ Մոտոր։ Ես ասեմ, որ եթե ուզում եք մեքենան շահագործեք օֆրոուդի կամ պարզապես քաղաքացիական պայմաններում, ինքը պետք է լիցքավորած լինի որակյալ յուղով։ Ես ուզում եմ շնորհակալություն մեր հովանավորին Նակոյլ ընկերության իր մոդուլ ապրանքանիշներով, որի խանութ սրահներում դուք կգտնեք յուղեր մեքենաների, ամենագնացների, չգիտեմ, ձյունագնացների, քառաձիգների, բագիների, ցանկացած տեխնիկայի համար։ Ու այդ ամեն ինչը ունի փոքրիկ այսպիսի QR, որը սկանավորելով դուք կարող եք իմանալ ով, երբ, որտեղից է այն ներկրել Հայաստան ու մաքսիմալ թափանցիկ տեղեկացված լինեք։ Որակի մասին էլ խոսք չկա։ Հայկի ջրի բաճոք տեղ խանգարվե, խախտվե, հետա կապումը շարժվե։ Ձեր կարծիքը արշավից ոնց է։ Չկա կարծիք ապե, վագից հարցրեք։ Բագը ասում է ձեզ ամանգալուց է։ Բանը, ընդ շենք կա 5 արգանի, տեսեք, դրեք ինչով ենք եկել։ Հա դե։ Այդ է մեր կարծիքը։ Ամնելի տա։ Այդքան է։ Վագ դուք իմանաս, այս որ դարի է, ինչ է։ Դե համենայն դեպս ինչ էլ ունենք, մինչև 13-րդ դար է, կարծում եմ երևի 8-ից վերև մինչև 10։ Ու ասեն Samsung-ի է։ Samsung ավանքն է, որը որ այսօրվա դրությամբ շատ վատ վիճակում է, արտաքինից որ նայեք, ինքը սենց համարյա տեսքը շատ վատ վիճակում է ու փոքր է ում, բայց հիմա որ մտնենք մեջը, կզգաք ինչքան մեծ շինություն է իրականում նա եղել։ Ինքը վանքի անունը ենթադրում եմ չի եղել, ուղղակի Ձորի անունով են տվել։ Հա։ Իսկ Samsung-ը ենթադրում եմ ժամանակին ինչ որ մեծ հայտնի հերոս է եղել։ Դե գնանք նայենք։ Միշտ հիշում ենք, միշտ գալիս ենք ստեղ, որ կարողանանք մեր պատկահատուցել։ Ուրեմն մենք եկանք հասանք մի վայր, որը կոչվում է Samsung-ա վանք։ Չգիտենք ով է Samsung-ը ու նույնիսկ կարող է մատուռի իր անունով չեղել, Samsung-ա ձորա կոչվում, Samsung-ա ձորում գտնվող մատուռի անունով դառել է Samsung-ա վանք, բայց ինչ եմ ուզում ասել։ Բարև ձեզ։ Լավ եք։ Off-road Armenia արշավները ունեն մի հատ կարևոր, քիչ հանդիպող, բայց կարևոր մաս։ Մենք գտնում ենք այսենց հին, կորած ու հնարավոր է շատ վաղուց մոռացված մատուռ։ Այստեղ մենք մուտքի մոտ գտանք դեռ սովետի ժամանակվա ԽՍՀՄ-յան այսպիսի գրառում, որտեղ գրված է, որ սա հայկական ԱՀ պետշին, երևի ով որ պետք է այս ամեն ինչի հետևեր, մատուռ Samsung-աձոր ու գրած է, որ այստեղը աղտոտելու ու փչացնել դեպքում կպատժվեք օրենքով, ոչ գրած է որ դարի է, ոչ բան, բայց մենք ներս նաև նկարեցինք ու պատի մեջ կար մասունք։ Ենթադրաբար կամ այդ մարդու անունով է պատվին է կառուցվել այս վանքը, կամ ինքը եղել է ինչ-որ քահանա, հարգված ու ով այդտեղ է թաղվել։ Համենայն դեպս, եթե ուշադիր նայենք, ինքը շատ հին է, շատ հին, բայց հոյակա փղկած քարերով, այսպես կիսակլոր, դա խոսում է մի
Դա խոսում է մի բանի մասին, որ այստեղ ժամանակին ապրել են շատ զարգացած քաղաքակրթություն։ Իսկ մենք շարունակում ենք արշավը, իսկ եթե դուք չեք ուզում բաց թողնել ոչ մի հետաքրքիր եթեր, բաժանորդագրվում եք Offroad Armenia-ի Facebook-յան, YouTube-յան եւ Instagram-յան էջերին։ Գնացինք։ Parking է, չէ՞։ Կարող է ռելե մելեա։ Փորձը գա։ Կա, Փորձում ես։ չկա։ Սալա, բարո չեթն բավոց է բանանը։ Հենտիկ։ Փորձ կարանք տա։ Ռելեն, հա։ Ապա ռելե մոմենտ այս։ Կայնի, լապը։ Ռելեն էր այգով։ Հաստատար ենք շո գալիս են։ Եթե դուք ուզում եք մասնակցեք Offroad Armenia-ի արշավների, բայց ոչ ամենագնացով, ապա խորհուրդ կտամ գնաք Polaris Armenia-ի խանութ սրահ եւ ձեզ ընտրեք բագի կամ քառագնաց, ինչպես ասում են, կվադրացիկլ։ Ավելին ասեմ, այնտեղ կգտնեք նաեւ ձյունագնացներ ու այդ ամեն ինչը կարող եք սպասարկել այդ նույն խանութ սրահում։ Polaris Armenia, շնորհակալություն, որ մեր կողքին եք։ Ապե բան ասե։ Հանգիստ պետք է մտներ, Ռոստա։ Հե՞։ Դի հանգիստ մտներ։ Դի թեխալեցվե։ Ալա։ ջուր ա լցես կա ահավոր բայց չեմ կարասել դրանից հետ ինչ դա դավա Տեսի լավարյոնիով փորձի Կլապան բացում ա տիկ։ Հա։ Ապե կարող եմ վալի դա չի բանի մոմենտ է երևի լարա փոքր։ Դա կապոք։ Ապելը բենզին փորձի էլի։
Всё, թե սպասում ենք։ Տղեկը վերևն է։ Հա։ Սպիտակ Grand Cherokee-ն է, չէ՞։ Ահա, սպիտակ Grand Cherokee։ Փչացել որ կարալու ենք այսօր տեղաշարժենք։ Սպիտակ Grand Cherokee-ն հարանվեց։ Տղեկի մի մասը գնացին, օգնեցին, չգիտեմ, քարշակել են, ինչ են արել, բերել են, բայց հիմա այս հսկա մեծ փոստա։ Այո! Մի քիչ են կողմով Ստեղով Մի քիչ սղծնելու է էսյան, գազը պահած ձախ կպայես, կոթուկին չխփես Հոպ, էնյան, կոթուկ ես դայաղվելու, մեծ կոթուկ ա Կամ գազի պետք է տաս, կամ որ ձախ պայս գազ տաս չսրտենի կողքից ու դարուց է։ Կամ այտենց Լավն է Համ արի ես կողմից, համ Լավն է Մի քիչ դառ Անցել ես Չէ, ճիշտ ես Ներքևը մեքենաները սենց իրար կող շարվել են Եթե այս մեքենան սենց գնա ու սղալով հասնի հետը Մի խոսքան Ոյ Ինչ ես արում, աղբերես։ Ինչ ես ատայդ։ Եկտես ուզում ենք նետ կպնենք գանք։
ասես։ Գետի հունով վերև են գնում։ Լադոկից կարա շպրտից դուշ եղից։ Ոստում ջան առաջի անգամ եք մեր հետ։ Ոնց է տպավորությունները։ Շատ լավ է։ Ընտի։ Իսկ մեքենան ոնց նա։ Նորմալ է, ամենատած է։ Մյուսների, ինքը ինչա Grand Cherokee։ Որթի։ 93։ 93, իրա գործարանային նա մասերը։ Range Master։ Դաց Իսկ շարժիչը։ 5-2 լիտր իրա զավաստոնա։ Չի խեղճանում էլի։ Եթե անկեղծ այսօր տենց բան կար, դե առաջի անգամ որ մարդը գալիս է, հիմնական մտածում են չի կարինա արշավին տենց մասնակցի, հա հետ է մնալու, բայց սպիտակ Grand Cherokee-ն այսօր բոլորին զարմացրել է։ Մենք մեր մոտ շատ են գնացել։ Որտեղ։ Մեր սարերը Գեղաշենի։ Հա։ Այս կոնկրետ այս խմբերը չեմ եկել առաջի անգամ, հա։ Ուսորամ առաջինը չի եղել։ Շուշուտ է բան։ Իսկ այն անգամներ որ գնացել եք այս տիպի ա եղել, թե ավելի հեշտ ա եղել։ Չէ, հեշտ է եղել, ասես մանուկ չէ։ Ասես քարե ձորը չէ։ Մեր մոտ զուն է, հիմնական ձան մեջ են շատ։ Որպեսզի մեր մեքենան դիմանա երկար ճանապարհներին, ու ոչ միայն մեր մեքենան, մնացած բոլոր մեքենաները, որպեսզի դիմանան երկար ճանապարհներին, շարժիչը դիմանա ծանրաբեռնվածությունը լիցքավորվում է Golf-ի որակյալ վառելիքով։ Golf-ի լցակայանում դուք կգտնեք որակյալ բենզին եւ հեղուկ գազ։ Շնորհակալություն ենք հայտնում Golf-ին մեր հաղորդման հովանավորը լինելու համար։
Շատ դժվար տեղանքում ենք գտնվում գետի հունա, որին հակառակ բարձրանում ենք։ Մեծ մասամբ մեծ գլաքարեր են, որոնք համ առաջի ավտոներից գլորվում ընկնում են, համ սայթաքում են, մաքսիմալ դժվար է, նոր դրակոնը դժվարության բարձրացավ, հետո սպիտակ Grand Cherokee-ն օգնեց բարձրացնի։ Հիմա ոնց զգում եմ մի ավտո էլ ենք արշակելու։ Պոլոսա կտրել։ Պոլոսա կտրել, նշան հետևի դարրեա դեմի քաշով։ Դարձելա Հոնդա։ Դարձելա Հոնդա։ Ասեցինք լիբյոտկայով քաշենք, լիբյոտկայի լարնա կտրել, ինքը իրան չի կարող քաշել, մեքենաներից էլ այսպես ոչուկ չի կարողանա զարդնի գալ ու քարշակել։ Հիմա երևի լիբյոտկայի լարը տղաները վերանորոգեն ու փորձենք բարձրանանք։ Մենք արդեն անցել ենք մոտ 28, չէ, համարյա 30 կիլոմետր, համարյա։ Ու դեռ շարունակում ենք ճանապարհի մեծ մասը անցել ենք, երևի մոտ 70%-ը անցել ենք։ Ձեր կարծիքը էս ճանապարհն է շփոթել ուղակի։ Ուզում էի մի հատ։ Բայց ես թվում է նորմալ է принципе. Нормально. Да, спокойно проехали, да. Мы начинаем это. У вас все нормально? Да, это оффроуд Армения, мы начинаем. Оп, парանի վրա էլա։ Մենք չնախատեսված շուտ հասանք վրանային ճամբար։ Ինչու չնախատեսված շուտ, որտեղ վրանային ճամբարը այստեղ չպետք է լիներ, բայց մեքենաներից Isuzu-ն հենց է վնասվել, նորերի խրվել էր, դրակոնով քարշակեցինք ու կադրերը տեսակ։ Քարշակելուց հետո հիմա այդ ռուլավոյ կալոնքին է այնպես վնասվել, որ ակերը ասենց իրարից առանձին են աշխատում ու մեքենան ուղղակի շատ կվնասվի։ Հիմա տենց վարել չեն կարող, դա փոխային քաշել ենք այստեղ։ Տղաները կփորձեն վերանորոգել, ինչքան հնարավոր է այս պայմաններում, այստեղ կլինի վրանային ճամբարը, համեմատաբար անհարմար տեղ է, որտեղ բացարձակ նստելու, տենց բան տեղ չկա։ Բայց нам не привыкать, հիմնական այս պայմաններով մենք արշավում ենք։ Մեքենաները կսարքեն, բայց այսօր էլ չենք շարժվել, որովհետև արդեն բավական ուշ է ու հաշվի առնելով ընդհանուր ժամանակը մենք շատ ժամանակ կորցրեցինք ու արդեն շատ ուշ կլինի գնալ հասնել այնտեղ, որտեղ որ նախապատրաստվել էր այդ ամեն ինչը, այստեղ կխփենք վրանները, առավոտը կփորձենք անփորձանք բոլորով հասնել քաղաք։ Դե sense բոլորով կհասնենք, ուղղակի ժամանակը շուտ թե ուշ դա արդեն բարձ կլինի շինարարական աշխատանքներից հետո։ Քանի դեռ լույս է, մենք ունենք դեռ մոտավորապես 70 րոպե վրանները խփելու, ամեն ինչ տեղակայելու, որտեղ 70 րոպեից մեզ մոտ մայրամուտ է լինելու։ Մեր ոսկի տղաներից Նարեկը
Չիպայի։ Ինչը չիպայի։ Կողքնա բոլ կդնի սվարկը կամի։ Դրեմ այդ ճապա տրեկը։ Արտի өлտան, սվարկը բանվարան։ Ապա Յանի вообще ձեր չկար չքնեիք։ Ես բարդ աբիզալով կա, կնել է։ Այսօրվա մեր արշավի մասնակիցն է նաև հայտնի ավտոբլոգեր Տոշը։ Տոշ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր կարծիքը Ձեր անունը։ Ձեր անունը։ Ձեր կարծիք, այո։ Առաջ անգամ եք սենց նման արշավի։ Չէ, դե շատ եմ եղել օֆրոդ արշավների, բայց այս տիպի չէ, այսօրվանը լավն էր։ Ինչով էր առանձնահատուկ լավ իմաստով։ Առանձնահատուկ նախ մեր շատ մտերիմ ընկերն Ամերիկայից եկել, երբեք իր հետ չի եղել օֆրոդի, սենց գիշերօթիկ չի եղել ու բավականին երկար ճանապարհ անցանք, տենց երկար էլ չի եղել, այսինքն մի 60 կիլոմետր երևի եկանք այսօր։ Չէ, 35 կիլոմետր։ Ընդամենը 30, բայց մեկը իմ համար էդ շատ էր։ Okay, բայց դե լավ էր, ամեն ինչ շատ հետաքրքիր։ Մի խոսքով ֆանտաստիկ է։ Ինչ կասեք մեքենայի մասին դեր։ Մեր մեքենայի, ես խառը մեքենաներով եմ եկել։ Լավ, այն որ մեկի։ Որն է ձեզ հետաքրքիր։ Այն որը Ամերիկայից որ եկել էր։ Ամերիկայի մեքենան, հա, Wrangler-ն է, մեր նարեկի շատ լավն է, շատ լավ սարքած, շատ ճիշտ գրագետ հավաքած, ամեն ինչը ու շատ լավ աշխատում է։ Նարեկն է դե ջուր ժամանակվանից լավ վարորդ է, ամեն ինչի էլի։ Հա, դրա համար իր կողքը այն որ համ իր կողքն ես հանգիստ նստում, համ որ լավ Wrangler-ը, որ sense ձեր համար սուրճ խմելով, կլասիկ երաժշտություն վայելելով, կոմֆորտը պահպանում։ Հա, ջրվեժ եք բարձրանում թարս։ Այսօրվա ամենադժվար բանը ի՞նչն է եղել։ Վահագի հետ մեքենա նստելը։ Չէ, նոր մի քիչ առաջ էլ։ Քանի ժամ ենք հավաքել ես։ Մենք մոտավորապես ժամը 4-ից ենք ու 4-ից մինչև գիշերվա 1:30 այս պալատկան ենք հավաքում։ Ու ի վերջո մենք չհավաքեցինք, մեզնից մի քիչ խելացի մարդիկ ավելի ոնց էր եկան։ Արշավների ժամանակ միշտ խելացի ընկերը ցանկալի է որ լինի։ Ցանկալի է գիտնական։ Ես շնորհակալություն եմ հարցնում։ Ես էլ եմ շնորհակալ։ Ու քանի որ հեսա նաև լինելու է համտեսը, սալյուտ։ Okay։ Մեզ եւ ձեզ մաղթում ենք բարի ախորժակ։ Okay։ Ինչ ենք ուտել։ Խորոված։ Հայաստանն աստեղ մանտի չեն տալիս։ Հաջողություն, ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք օֆրոդ Արմենիայի հերթական արշավը։ Okay։ Մենք քիչ առաջ զարթնել ենք, հիշեցնեմ, որ երեք մեքենաներից մեկը նենց խափանվեց, որ չկարողացանք շարունակել ճանապարհը, գիշերը մարտկոցներով ու միակ դիոդով կարողացանք զոդում կատարել, մեքենան վերականգնվեց, հիմա այսօր շարունակելու ենք ճանապարհը ու բավական բարդ ուղի է գծած, փորձելու ենք նրանով գնալ։ Մոտ 2 ժամ առաջ անձնակազմը զարթնեց, հավաքվեց, հագնվեց, նախաճաշեց ու հիմա բոլորով շարժվում ենք։ Ու մինչ մենք ճանապարհ կընկնենք, շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին, ովքեր մեր կողքին են։ Շնորհակալություն ենք հայտնում Սիլմազա ընկերությանը, Նակոյլ ընկերությանը իր մոդուլ ապրանքանիշով, ավտոպեքիների աշխարհ խանութ սրահին, Polaris Armenia-ին։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք, իսկ մենք գնում ենք առաջ։ Մասուր եմ գտել։ Իմիջայլոց։ Մեր հովանավորը Սիլմազա ընկերությունը շուկայում ներկայացնում է նաև մասուրի համեղ հյութ, որը շատ օգտակար է, այնպես որ հիմա դե ես սա չեմ կարողանա ուտել, բայց կխմեմ հյութը ու կլիցքավորվեմ էներգիայով։ Շնորհակալություն Սիլմազային։ Բայց կարող ուտեմ все-таки։ Աչք շոտը, լուճը խմեմ։
Ավելի լավ խմեմ։ Հատորկա դանակ չբեր։ Իրես կատեսել։ Էսի բան ախպեր։ Հսկատել ես։ Էսի թուլա, հա։ Հա, թուլա։ Արանա գերանը ծրեց։ Բայց ես տոֆտա փոչու գերանը էր, ես ինչ չեմ մտածի որ սես կա։ Սև վերեմ լվանք մի հատ։ Հələ բազիկ ունես։ Դες գարոզիկի տակն է, այստեղ։ Կամպերտ ունենք մենք սևա։ Հա։ Բայց ոնց չէ թողում, հա։ Ապե բայց չի։ Չի թողում, բայց չի կապատա։ Լավ է, հայիկը։ Սեղորանով գերեվում։ Պես է։ Կարող ես մի հատ մի քիչ շատ սևա։ Դասը որ էսի թողելու սովորություն։ 5 րոպե։ 5 րոպե արշավի սկզբից առաջի փոքրիկ ստոպը գերանը ներևի սուր ծայրով մտավ ակի ու անվադողի արանքը, անվա հեծի։ Ու սկսեց օդ թողել։ Հիմա տենց հանեցինք, փչում ենք, որ շարունակենք, բայց իմանալով այն ինչ որ մեզ սպասվում է, շատ ավելի դժվար է լինելու, քան երեկվա արշավը։ Հուսանք կհաղթահարենք ու բոլորով կհասնենք այնտեղ որտեղ որ գծանշված էր։ Ես հիշեցնեմ, որ մենք պետք է գնայինք նոյեմբերյանի սայրով իջնենք նոյեմբերյան։ Ստացվի թե չէ կիմանաք, եթե նայեք մինչև վերջ Off-Road Armenia-ի հերթական արշավը։ Չորս րոպե։ Նախորդ ստոպից անցավ 4 րոպե ու մեքենայի կարդանի բոլտերը կտրեց։ Բարեբախտաբար բոլտերը կան, բայց հիմա մի 15-ից 20 րոպե կկորցնենք բոլտերը կտրածները հանելու, նորերը ձգելու վրա։ Որ ասեմ գրաֆիկից հետ ենք մնում, դա նշանակում է ոչինչ չասենք։ Իրականում անցել ենք մոտ 3 կիլոմետր ստարտից, ասա երկրորդ ստոպն է ու բոլորը տենց համատաբար լուրջ խնդիրներ են։ Բայց պատրաստ ենք։ Մենք գալիս ենք այստեղ հենց սրա համար, գալիս ենք այստեղ մեքենան վնասում ենք, որ դուք նայեք, ասեք, էս ինչ հավես է։ Մենք էլ միանանք Off-Road Armenia-ի թիմին։ Իմիջիայլոց եթե ունեք ամենագնաց, սիրով բոլորից սպասում ենք։ Մենակ հիշեք, որ սա բավական բարդ փորձություն է լինելու մեքենայի համար ու բազային գործարանային ոչ մի մեքենա հնարավոր է այստեղ չանցնի նույնիսկ կեսը։ Այնպես որ կարող եք դա անել վերազինված մեքենայով, իսկ վերազինել կարող եք ավտոապակիների աշխարհ խանութ սրահում։ Գնում եք, մեքենան ցույց եք տալի, ձեզ ասում են սա ու փոխարինում եք։ Просто բարտանի կաթետրներն լավ կլիրնս։ Մի քիչ շատ։ Այն մեր 3 հատ կնոկատ է, տեսնես։ Մի քիչ կարդանի բոլտեր, ապեր։ Եթե դու ես ուզում, որ քո մեքենան դիմանա այսպիսի փորձությունների, այսպիսի ծանրաբեռնվածության, պարտադիր պետք է լիցքավորված լինի որակյալ յուղով։ Նակոյլը առաջարկում է իր մոտուլ ապրանքանիշը եւ նրանց խանութ սրահներում դուք կգտնեք ոչ միայն շարժիչի, փոխանցման տուփի յուղեր, այլ ցանկացած յուղեր, որոնք անհրաժեշտ են մեքենայի համար եւ ոչ միայն մեքենայի, նաեւ ձյունագնացների, քառաձիգների, բագիների, ամեն տեսակի տեխնիկայի համար։ Գիշերային արջը եկել է կարդանի բոլտերը թուլացրել է։ Հիմա Հայկը ձգում է կարդանի բոլտերը, որպեսզի կարողանան Արջին հարցնենք, ինչ ես թուլացրել։ Հեսա քտնենք։ Հա? ասել է։ Կամ զվուկ է, արջը պահով։ Եթանք տենանք հերա թուլացրել էր կարդանի բոլտերը այդ արջը։ Ըստ գողելն ենք, որ մենակ կարդանինն է թուլացրել։ Երևի չի հասցրել, էլի։ Մնացած։ Տղեկից մեկի բանտաժն էր քանդի։ Անջան, ինչ խնդիր է ավտոյի հետևը։ Յուղը թափել է, մատովը խփել է։ Ու տենց։ Դուրջ։ Լավ է, Ապեր ինչ ա, լե մեր մոտ ստե։ Լավ։ Քեզ դեպոսնոտ պետք է։ 37 վայրկյան անց։ Նա ցույց տուր, էս մի րոպե, էս ինչ ա եղել, բայց
Մատորը փչացը։ Ակը կորի է։ դե երեքանը։ Ոնց որ բան լինի, տաճկուն ապրակաճկու, բայց անտառում։ Ինչը։ Տնային պայմաններում։ Այս պետք է տավուտը մաքրվի, հա։ Տավուտը էական չի, մարդեն շատ Բայց այս ինչն է իր ավիր է։ Պաչերնիկները հապ։ Բայց ինչ պետք է արվի, մի ձև քշվի հասցվի, տարբերակն է։ Մնում ենք ստե։ Բայց կա զապաս մասը, որ փոխային է։ Հա, բերում։ Ամենագնացներից բացի օֆրոուդ Արմենիա արշավներին կարող եք մասնակցել նաև բագիներով ու կվադրացիկլներով։ Իսկ եթե փնտրում եք որակյալ բագի ու կվադրացիկլ, ապա Polaris Armenia-ի խանութ սրահը ձեզ է սպասում։ Այնտեղ կգտնեք եւ բագիներ, եւ կվադրացիկլներ, 2 տեղանոց, 4, նույնիսկ 6։ Ավելին ասեմ, այնտեղ կան ձյունագնացներ, որոնք շատ շուտով արդեն կհամալրեն շարքերը ու ամենակարևորը այնտեղից գնելուց հետո դուք կարող եք նաև ձեր տեխնիկան հենց այնտեղ սպասարկել այդ ամեն ինչ անել գրագետ պրոֆեսիոնալ որպեսզի ձեր տեխնիկան երկար ծառայի ձեզ շնորհակալություն Polaris Armenia-ին մեր կողքը լինելու համար Մի հատ կաստան թողնի 100-102 էլի ու տեսնի վենտիլատորը պետք է օգնի իջեցնե, որտեղ 3 102 Երմանա հոպար, ոնց չի։ Մի Երման է։ Հիմա չունի։ Ինչքան է հիմա ջրերը։ 99։ Միացավ։ Նայ, էլ 102 է լավ։ Հիմի նայ, դու մեխանիկական նախոսով ես։ Հիմի կամա նախոս ինչքան բրդում է, ինքը այդքան է հովացում։ Դա չի կբաղում դեպի։ Դաշի իրա դավա։ Կոլեկտորի տար։ Հիմի միացած է, չէ՞ վենտիլատորը։ Բայց ջրերը սկսեց հելնել, նայ 101-ը լավ 103։ Ահա, նորմալ է։ Չէ։ Բաչոկը չի շատացե, արդեն պրոբլեմ չէ։ Երկու մեքենա գնաց, հիմա որ գյուղից, Սևքար գյուղից, անհրաժեշտ պայստամասերը վերցնեն, գան, կարող ենք համես վերանորոգենք, ոնց հասկացա, չնայած մենակ էսա, վերանորոգենք ու շարժվենք կարող։ Այստեղից ինչքան է հեռու Սևքարը մոտավոր։ 15 րոպե։ 15 րոպե։ Հա, հաշվի առնելով լավոյի քշելը ժամից 10։ Չէ, միջև գնան, միջև գտնեն այդ տողը, միջև առնեն։ Սևքարի հիմքն է, դա սամանն է, 15 րոպե, այդ տանը որ նույնը։ Հա, բայց բերե թողել են, չէ՞, Տիրանը ոնց որ բերե թողել է մասը, թե չէ։ Ոնց որ հենց Սևքարում է եղել։ Հա, Դու մեկի մոտ։ ուղղակի խառնա։ Բայց հիմա սպասում ենք, որ պայստամասը բերեն ու բոլորով առաջ շարժենք։ Դեռ այսքան։ Ես մեկ ամսվա օֆրոդս արել եմ։ Հա, բերել։ Էլ ինձ չզանգեք, չանհանգստացնեք։ Մատերիալները հասա։ Զապչաստը մեծ շոկով են բերում ես։ Մեծ շոկով։ Անջան խիա փակ բագաժի ծափը, հիմա մեր։ Զվուկ ինչով ես դիրում։ Սրանով։ Էկան հասան պահեստամասերը։ Սրանք բեուշնի են, չէ՞։ Նոր չեն։ Իսկ հենց այս ավտոյի մոդելից է հանած, թե ուրիշով։ Թե նույն մոդելի։ Ուրիշ չի մտնում։ Ուրեմն որ գյուղից էին բերես Սևքար, ուրեմն Սևքար գյուղում եղել է Իսուզուի զապչաստ։ Է, Սուզուկի։ Չէ, չէ։ Վիլիսա, Վիլիս, մոստերը Վիլիսա։ Սովետական արտադրության Վիլիսիա, վայանի մոստերը։ Ինչ լավ է, այդ այն է։ Այդ է լավ աչեմիկի վրա աշխատում։ Ամենը 5 ժամ բացելուց հետո 4-5 մենք շարժվում ենք, բայց հələ չգիտենք մեքենան կաշխատի թե չէ, մենք շատ ուժեղ հույս ունենք, հույս։
բարձացավ 8։ Հիմա փորձենք հետևից քաշակենք ու նորից ավելի արագ անցնենք։ Ռազգոնով էսպես օգնում։ Ինչ ա եղել։ Չի փչացե 100%։ Ընկել կհասկացում եմ, ըստ դրա գաբարիտները։ Արա, պետք է դուր։ Արա ձեռը։ Ես ուզում եի նստեի։ Յուղ կան է չէ։ Ամեն ինչ են կա աղբերս։ Ասում են, այս մատորները առանց յուղ ուժեղ էթում է։ Դա դատակ եք որ էթա։ Ահա ինչու՞մ է խնդիրը։ Ահա ինչու՞մ է։ Յուղ կար մեջ։ Արա, ավտոնա փչա։ Ճաշեցինք, հիմա պետք է շարունակենք, բայց մինչև կշարունակենք արշավը, կլիցքավորվենք էներգիայով ու շնորհակալություն ենք հայտնում Lit Energy-ին։ Գնացինք, մեզ սարերն են սպասում։ Saludos. Ոնց է անցնում։ Շատ լավ։ Հետև եկաք։ Ինչ։ Հեշտ եկաք։ Ահա։ Գոտրած արգելակման համակարգ, արտացման համակարգ, ղեկային համակարգ, ինչ հնարավոր է, ճանապարհին կոտրել ենք, զոդել ենք, փոխել ենք, ինչ ասես հնարավոր անցել ենք, գտել ենք հետաքրքիր մատուր, այդ ամեն ինչի հետ մեկտեղ, առանց ինչ-որ մարդկային վնասվածքների եկել հասել ենք ու կարող ենք ասել, որ Off-Road Armenia-ի հերթական արշավը ստացվեց։ Եթե դուք էլ չեք ուզում բաստոնեք այս հետաքրքիր հաղորդումները, բաժանորդագրում եք Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում։ Ձեզ հետ է Դավիթ Ռակուրսը, մենք ձեզ ասում ենք շնորհակալություն եւ մինչ հանդիպում։